Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի հայտարարված մրցույթում առաջադրվել են 8 թեկնածուներ։ Նշենք, որ այդ հանձնաժողովը կազմված է 11 անդամից, որոնցից 6-ը դատավոր անդամներ են, իսկ 5-ը դատավոր չհանդիսացող անդամներ։ Սակայն ուշագրավ է, որ դատավոր չհանդիսացող թեկնածուների մեջ ոմանք նախկին դատավորներ են դատարանում և ոստիկանությունում աշխատած անձինք։ Մասնավորապես Մելիք Մելիքյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, Արտակ Մնացականյանը ոստիկանությունում, Արմինե Թումասյանը մինչև նախորդ տարի եղել է դատավոր։ Թեկնածուների մեջ է եղել նաև դատավոր Արթուր Մկրտչյանը, որը հայտնի է որպես Արթուր Սարգսյանին հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր, սակայն նա հրաժարվել է էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածությունից։ Ազատ քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ այդ մարդկանց մասնակցությունը մի տեսակ տարօրինակ է և կասկածներ կան, որ ուղղակի ուղղորդված փորձ է արվում էթիկայի և կարգապահական հանձնաժողովը վերահսկողության տակ վերցնել, որպեսզի չկարողանա դատավորների իրական կարգապահական հարցերը քննարկել և լուծել։ Վեթինգ մի կողմից չարվեց, հիմա վեթինգի փոխարեն գոնե ավելի ակտիվ պետքա գործեր այս հանձնաժողովը, հա, որ ուսումնասիրեր բողոքները քաղաքացիների այս կամ այն դատավորի գործած ապօրինությունների մասով։ Հիմա քաղաքացիությունը երկար պայքարեց, որպեսզի քվոտան քաղաքացիության ներկայացրած ուրեմն թեկնածուների ավելանա այդ հանձնաժողովում, որտեղ առաջ 2 հոգի էր, 2 հոգով ընդհանրապես ոչինչ չէին կարողանում անել, հիմա 4 հոգով գոնե կարողանան ինչ-որ ձևով առաջ մղել լուրջ ուրեմն մեղադրանքների հետ կապված հարցեր, հա։ Բայց այստեղ էլ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում այդ քաղաքացիական քվոտան էլի վերցնել դատավորների միջոցով։ Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ կա մի նախկին դատավոր, որն ուղիղ մասնակցում է նույն այդ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կանոնակարգի մշակմանը և հարց է առաջանում, թե ինչպես է նա պատրաստվում մտնել մի հանձնաժողով, որի կանոնակարգման մշակմանը հիմա մասնակցում է դատավորների ընդհանուր խորհրդի գործառույթների շրջանակներում։ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով հարցն այն է, որ օրենքում սողանցք է թողնված և արդարադատության նախարարը և նախարարությունը ժամանակին հնարավորություն են տվել նախկին դատավորներին առաջադրվել որպես քաղաքասարակության ներկայացուցիչ։ Ինքը այդ կապեր ունի, չէ՞։ Մարդը 20-25 տարի, 30 տարի դատարաններում աշխատել է, բոլոր այդ դատավորների հետ տալառնելիք է ունեցել, կապեր է ունեցել։ Հիմա այդ իր ընկերներն են, շրջապատն է, խնամի ծանոթ բարեկամներ են, նաև բաժանաղներ են, չգիտեմ ինչ են, հանգարց նրանց գործերը գալիս է իր մոտ որպես արդեն էթիկայի հանձնաժողովի անդամ եւ պարզե ինքը շահերի բախում է ունենալու եւ ամեն ինչ անելու է, որ այդ մարդիկ չպատժվեն։ Բա ո՞նց ենք մաքրելու համակարգը։ Նա նաև նշեց, որ տեսանելի է, թե այս ամբողջ ընթացքում ինչ պասիվ է եղել էթիկայի հանձնաժողովը եւ հիշեցրեց եվրոպական դատարանում իր շահած գործը, որը ներկայացրել էր էթիկայի հանձնաժողովին, որ գոնե կարգապահական պատասխանատվություն կրեն իր դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները, սակայն քննարկելուց հետո էթիկայի հանձնաժողովում բացի քաղաքասարակության ներկայացուցիչներից մյուս բոլոր անդամներն ասել են, որ դատավորը որևէ խախտում չի արել եւ եվրոպական դատարանը փաստորեն սխալ էր։ Քանի որ մի քանի օրից այդ տեխնացուների ընտրություններն է լինելու, Հովսեփ Խուրշուդյանը որպես խնդրի լուծում տեսնում է այն, որ այդտեղից պետք է դուրս բերվեն այն մարդիկ, որոնք կամ նախկին դատավոր են կամ աֆիլիացված են դատական համակարգի հետ եւ ուղղակի ներկայանում են որպես քաղաքասարակություն, որ այդ քվոտան վերցնեն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։